Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 17-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության եւ համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Ողջույն սիրելի հետևորդներ, ռազմաշխարհ հաղորդաշարը կրկին եթերում է եւ շարունակում է ձեզ ներկայացնել ռազմական համագործակցության եւ ռազմական զարգացումների նոր փոխհարաբերությունները։ Այսօր կանդրադառնանք հայ-հնդկական ռազմական համագործակցության, մասնավորապես միջազգային եւ հնդկական լրատվամիջոցների անդրադարձին։ Չմոռանաք հավանել մեր տեսանյութերը, բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի մեր աշխատանքը դառնա տեսանելի եւ արդյունավետ։ Դավիթ Թադևոսյանի եւ Ռաջեշ Կումար Սինգի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, կարևորելով գիտական հետազոտությունների զարգացման եւ նորարարության ուղղությունները։ Ընդգծվել է ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման եւ հայկական ընկերությունների հետ գործընկերության զարգացման կարևորությունը։ Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները, ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային եւ նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների եւ ինկուբատորների զարգացումը, ինչպես նաեւ ոլորտի մասնագետների կարողությունների եւ փորձի փոխանակման ծրագրերը։ Պաշտոնական լուրերի մասին այսքանը, իսկ ինչ է ենթադրվում հայ-հնդկական ռազմական համագործակցությունն իրականում եւ ինչպես են անդրադառնում հնդկական լրատվամիջոցները եւ միջազգային լրատվամիջոցները այս համագործակցությանը, կլսեք շուտով։ The Times of India Հայաստանը դարձել է Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության ամենակարևոր հաճախորդներից մեկը։ Հնդկական լրատվամիջոցները այցը դիտարկում են պաշտոնական օրակարգից շատ ավելի հեռու։ Մասնավորապես The Times of India-ն օգոստոսի 18-ին հաղորդել է, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանի պաշտպանական արտահանման առաջատար հաճախորդ, հնդկական ռազմական տեխնիկայի գնման պարտավորությունների ծավալը գնահատելով գրեթե $2 միլիարդ։ Ըստ պարբերականի այցը պայմանավորված է պաշտպանության եւ ռազմավարական համագործակցության հետագա ճանապարհային քարտեզի պատրաստման գործընթացով։ Լրատվականը 2020 թվականից ի վեր կնքված հայ-հնդկական պաշտպանական պայմանագրերի ընդհանուր արժեքը գնահատում է գրեթե $2 միլիարդ։ Հրապարակումը գնված կամ պատվիրված համակարգերի շարքում ներառում է SWAT-ի հրետանային դիրքորոշման ռադարներ, ԱԿԱՇ հակաօդային պաշտպանության համակարգեր, PINAKA հրթիռային համակարգեր, հրետանային համակարգեր եւ հակաօդային պաշտպանության լուծումներ։ Այնուամենայնիվ գրեթե $2 միլիարդ ընդհանուր թիվը պաշտոնապես հրապարակայնորեն չի հրապարակել Հայաստանի կամ Հնդկաստանի կառավարությունների կողմից եւ այն պետք է դիտարկվի միայն որպես հնդկական լրատվամիջոցների գնահատական։ $40 միլիոն արժողությամբ SWAT-ից մինչև ԱԿԱՍ եւ PINAKA։ Ամենալավ հաստատղտավորված վաղ պայմանագրերից մեկը Հայաստանի կողմից 4 հնդկական SWAT-ի հրետանային դիրքորոշման ռադարների գնումն էր։ Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների եւ զարգացման կազմակերպության փաստաթղթերը ցույց են տալիս, որ պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի մարտին, որի արժեքը կազմում է $40 միլիոն եւ մատակարարվել է Bharat Electronica Limited-ի կողմից։ ԱԿԱՇ հակաօդային պաշտպանության համակարգերի հետագա պատվերը Հայաստանի կողմից գնահատվում է զգալիորեն ավելի մեծ։ The Times of India-ն հաղորդում է, որ Հայաստանն այս հնդկական համակարգի առաջին օտարերկրյա հաճախորդն է եւ 15 համակարգերի պատվերը գնահատում է մոտավորապես $720 միլիոն։ Ինչ վերաբերում է PINAKA բազմակի հրթիռային համակարգին, ապա պարբերականը հաղորդում է, որ 4 մարտկոցների պայմանագրի մասին եւ գնահատում է այն մոտավորապես $20 միլիարդ հնդկական ռուփի։ Հրետանային պայմանագիր $155.5 միլիոն չափով։ Կա նաեւ մեկ այլ խոշոր պայմանագիր, որի չափը հաստատվել է կորպորատիվ աղբյուրի կողմից։ Հնդկաստանի Bharat Forge-ը հայտարարել է, որ իր դուստր ձեռնարկությունը Gilani Strategic Systems-ը ստացել է $155.5 միլիոն արժողությամբ հրետանային համակարգերի արտահանման պատվեր։ Պաշտոնական բացահայտման մեջ չի նշվել պատվիրատու երկիրը, սակայն Business Standard-ը հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին հաղորդել է, որ գնորդը Հայաստանն է
եւ պայմանագիրը վերաբերում է շարժական 155 mm հրետանային համակարգերին։ The Economic Times գրեթե $2 միլիարդ եւ անցում դեպի ավելի գործընկերության։ 2026 թվականի մայիսին Economic Times-ը նույնպես Հնդկաստանի հետ Հայաստանի պաշտպանական պայմանագրերի ընդհանուր արժեքը 2020 թվականից ի վեր գնահատել է մոտ $2 միլիարդ։ Հրապարակումը թվարկել է Ակաշ, Փինակա, Սվաթի եւ հակաօդային համակարգերը, բայց ուշադրություն հրավիրել մեկ այլ գործընթացի վրա։ Համագործակցությունը տարածվում է սովորական զենքի առևտրի սահմաններից դուրս եւ ներառում է ռազմական վարժանքներ, պատվիրակությունների փոխանակում եւ մասնագիտական կապերի ընդլայնում։ Հայկական զենքի ներմուծման կառուցվածքի փոփոխության մասշտաբները հաստատվում են նաեւ անկախ միջազգային տվյալներով, մասնավորապես 2025 թվականի ապրիլին Reuters-ը հղում անելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտին հաղորդել է, որ Հնդկաստանը 2022-ից 24 թվականներին կազմել է Հայաստանի զենքի ներմուծման 43%-ը, ի տարբերություն 2016-ից 2018 թվականների գրեթե 0-ի։ Reuters-ը Հայաստանը բնութագրել է որպես Հնդկաստանի նոր պաշտպանական արտահանման ռազմավարության առաջին հաջողակ շուկաներից մեկը։ Ինչ է նշանակում գործընկերությունը Հնդկաստանի համար։ The Times of India-ի գնահատմամբ Նյու Դելհիի համար Հայաստանը դարձել է Հնդկաստանի աճող պաշտպանական արտահանման նկրտումների հիմնական ցուցադրական հարթակ։ Հարավային Կովկասի այս երկիրը այժմ շահագործում է մի քանի հնդկական ծագում ունեցող համակարգեր, ինչը հնդիկ արտադրողներին հնարավորություն է տալիս օգտվել երկրի տեղական պաշտպանության ծրագրի շրջանակներում մշակված զենքի արտասահմանյան օգտագործողների բազայից, գրում է պարբերականը։ Գործընկերությունն ունի նաև աշխարհաքաղաքական դիրքորոշում։ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև աճող անվտանգության համագործակցությունը տեղի ունենում այն ժամանակ, երբ Երևանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին գործընկերությունները, մինչդեռ Պակիստանն ամրապնդում է իր պաշտպանական հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հետևաբար Հնդկաստանի եւ Հայաստանի միջև ընդլայնվող պաշտպանական հարաբերությունները համատեղում են երկու նպատակ՝ բացել տեղական զենքի խոշոր շուկա եւ կառուցել ավելի սերտ ռազմավարական գործընկերություն Հարավային Կովկասում։ Լրատվականն ընդգծում է, որ Սինգի վերջին այցը, ինչպես սպասվում է, կամրապնդի այդ հարաբերությունները, քանի որ երկու երկրներն էլ ձգտում են ընդլայնել պաշտպանական համագործակցությունը սարքավորումների վաճառքից այն կողմ, ուղղվելով դեպի ուսուցում, տեխնոլոգիաներ եւ ավելի լայն ռազմական ներգրավվածություն։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կհանդիպենք մեկ շաբաթից։